Հաղորդավարուհի Ամալիա Հովհաննիսյանն ինստագրամյան հարթակում ուրախալի լուրով է կիսվել։ Նա ցույց է տվել իր հետևորդներին, թե ինչպես է իր մայրիկն արձագանքում, երբ առաջին անգամ ոտք է դնում իրենց նոր բնակարան։ Ամալիայի խոսքով մայրիկը ողջ շինարարության ընթացքում ոտք չի դրել այնտեղ եւ չգիտի, թե ինչ արդյունք է գրանցել դուստրը, սակայն այսօր, երբ նա գալիս է, տեսնելով իրականությունը, հուզվում է։ Ներկայացնում ենք այս կադրերը ձեր ուշադրությանը։ Ամալիան նաև բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ բարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս օրինակ իր նոր բնակարանը, որը ձեռք է բերել, եւ այդպես շարունակ։ Ամալիան նաև ներկայացնում է այն հաղորդումները, որոնք նկարահանում է, եւ այդպիսով կիսվում իր հետևորդների հետ սպասվող հաղորդումների ցանկով։ Երեկ երեկոյան Ամալիան ինստագրամյան հարթակում անսովոր հրապարակումով հանդես եկավ։ Բանն այն է, որ վերջինս դեռ ամիսներ առաջ հայտնել էր, որ իրեն մեքենավարելիս կանգնացրել է ոստիկանության աշխատակիցը եւ փորձել համոզել, որ նկատել է, թե նա ծխում է մեքենավարելիս, սակայն ինչպես լրագրողն է փաստում, ինքը նախ չի ծխում եւ հետո թույլ չի տալիս իր մեքենայի մեջ որևէ մեկը ծխախոտ օգտագործել, քանի որ չի ցանկանում, որ մեքենայի ներսի բույրը աղտոտվի։ Ամալիա Հովհաննիսյանի խոսքով իր վրա շառ են անում եւ հարցը 10,000 դրամ է եւ 1.5 բալը չէր, սակայն ինքը ցանկանում է ապացուցել, որ տվյալ ոստիկանը սխալ է։ Նա դիմում է դատարան, դատի է տալիս եւ արդեն երեք նշում է, որ հաղթել է դատը։ Ամալիա Հովհաննիսյանը մեծ ոգևորությամբ է խոսում իր հաղթանակի մասին եւ պատմում, որ նույնիսկ ոստիկանությունը չի ցանկացել ներողություն խնդրել սխալմունքի առթիվ։ Ամալիա Հովհաննիսյանը պատմում է, որ ինքը մի քանի անգամ փորձել է համոզել, որ ինքը չի ծխում եւ հնարավոր չէր իր ձեռքին ծխախոտ տեսնեին, սակայն տվյալ ոստիկանը փորձել է ապացուցել, թե եղել է ծխախոտ իր ձեռքին, իսկ ավելի ուշ մեքենայի մեջ հեռախոսով օգտվելու համար Ամալիայի վրա ակտ են գրել։ Լրագրողը մի քանի անգամ նշում է, որ իր համար խնդիր չէ այդ 10,000 դրամը եւ ինքը կարող էր վճարել եւ անցնել գնալ, ինչպես նաեւ խնդիր չէր 1.5 բալը, քանի որ ինքը շատ կարգապահվարորդ է եւ բալերի խնդիր չունի, սակայն այստեղ խոսում է ինքնասիրության հարցը, երբ իրեն փորձել է շառ անել մի բանի մեջ, որից ինքը բավականին հեռու է։ Ներկայացնում ենք լրագրողի անկեղծ խոսքը, որով վերջինս հանդես է եկել ինստագրամյան հարթակում առանց մեկնաբանության։ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ հոլովակի ստորին հատվածում։ Ես եւ իմ փաստաբան Նազիկ Մալխասյանը հաղթեցինք դատը ընդդեմ բարեկային ծառայության։ Ողջույն սիրելի մարդիկ, հիմա պատմեմ, թե ինչ էր տեղի ունեցել։ Ամիսներ առաջ կհիշեք, որ ես ստորի էի արել, որ ինձ կանգնեցրել է բարեկային ծառայությունը եւ շառ է արել, թե ես ծխում եմ։ Ես, որ կյանքումս երբեք ծխախոտ չեմ օգտագործել, ծխախոտին փոխարինող որևէ բան եւս երբևէ չեմ օգտագործել, ես հենց այդ պահին բարեկային ծառայությանը առաջարկեցի խուզարկել իմ մեքենան եւ եթե կգտնեն ծխախոտ կամ ծխախոտին փոխարինող որևէ բան, այդ էլեկտրոնային տարբերակների ծխախոտների որևէ նմանատիպ բան կգտնեն իմ մեքենայի մեջ, ես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Իրենք իհարկե դա չարեցին, բայց ներողություն խնդրելու փոխարեն, որ սխալմունք է տեղի ունեցել, ինչ արեցին, հեռախոսից օգտվելու համար ակտ գրեցին։ Բարեկային ծառայողը իրավունք չունի ակտ գրել մի բանի համար, որը ինքը չի տեսել, այսինքն եթե ինքը նույնիսկ սխալմամբ կարծել է, թե ես ծխում եմ եւ պարզել է, որ ես չեմ ծխում, պիտի ներողություն խնդրի եւ բարի ճանապարհ։ Այսինքն բարեկային ծառայողը իրավունք չունի ակտ գրել մի բանի հիման վրա, որը ինքը չի ֆիքսել, բայց Մերի Վարյանը խախտելով սա փաստացի մարդուն պետք էր ուղղակի ակտ գրել եւ մարդը ուղղակի շառ արեց եւ ակտ գրեց, կանգնեցրեց ծխելու հիմքով, հասկացավ, որ ծխելու հիմքը ոչ մի կերպ չի կարող անցկացնել, որովհետեւ առհասարակ չծխող մարդու է հանդիպել եւ ակտ գրեց հեռախոսից օգտվելու համար։ Եթե նույնիսկ ես այդ պահին օգտված լինեի հեռախոսից, քանի դեռ ինքը չի տեսել եւ չի ֆիքսել, իրավունք չունի ակտ գրելու, որովհետեւ իրենք իրենց տեսածի հիման վրա պիտի ակտ գրեն։ Ես դիմեցի ոստիկանություն, իմ փաստաբան Նազիկ Մալխասյան ամենայն մանրամասն
մանրամասնությամբ ներկայացրեց իրենց, մի քայլ առաջ կար ոստիկանությունը ծառայողական քննություն իրականացրեց, ինչը սովորաբար չեն անում միանգամից մերժում են այդ հայտերը, բայց իրենք ծառայողական քննություն իրականացրեցին, բայց մեծ հաշվով դա որևէ բան չփոխեց։ Ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ ծառայողական քննության ընթացքում ես իրենց նաև տեսանյութ էի ուղարկել, այնքան բարեխղճություն եմ ունեցել, որ այդ տեսանյութը չեմ հրապարակել եւ մարդուն դեմքով խայտարակ չեմ արել որպես շառանող, բայց ոստիկանություն ուղարկել էի տեսանյութը, որտեղ երևում էր ինչ է կատարվել, այնտեղ նույնիսկ իրենք ասում են նկատել էինք ծխախոտանման ինչ-որ բան, դա հստակ լսվում է տեսանյութում, բայց ոստիկանությունը դա եւս անտեսել էր։ Ոստիկանությունից եկավ մեզ պատասխան, որ Մերի Վարյանը արել է եւս մեկ խախտում, իր զենքը թողած է եղել մեքենայի մեջ առանց հսկողության, դա արդեն իր ծառայողական խնդիրն է, բայց այս ամենի հանրագումարում նույնիսկ իրեն ծառայողական նկատողություն չտվեցին։ Գնդապետ Խուդինյանը փաստորեն սատարում է, որ բարեկային ծառայողները քաղաքացիների վրա շառանեն ու այդպիսով ակտեր գրեն։ Ես դիմեցի դատարան եւ արդեն դատական կարգով իմ փաստաբան Նազիկ Մալխասյանի օգնությամբ մենք հաղթեցինք դատը։ Մի բան եմ ուզում փաստել, ինձ համար բնականաբար առաջնայինը ոչ այդ 10,000 դրամներ, ոչ էլ 1.5 բալը, որովհետև ես բալերի խնդիր էլ չունեմ, բավականին կարգապահ վարորդ եմ, դա ամբողջ նախորդ տարվա ընթացքում իմ ամենախոշոր բալային կորուստներ, բայց ինձ համար կարևոր է, որպեսզի իմ եւ ինձ նման այլ մարդկանց անձի վերաբերյալ դրսևորվի պատշաճ վերաբերմունք։ Ես շատ եմ ցավում, որ այդ հեգնական եւ ոչ պատշաճ վերաբերմունքի գնահատականը չտվեց ոստիկանությունը։ Մենք ոստիկանությունից պահանջեցինք տեսանյութը, թե ինչպես է Մերի Վարյանը մոտեցել ինձ, դա էլ չտրամադրեցին։ Շատ ցավում եմ, որ հենց ոստիկանությունը գնահատական չի տալիս նման իրավիճակներին։ Այո, ես դատարանով հաղթեցի, բայց շատ ավելի մեծ հաղթանակ կլիներ, եթե ոստիկանությունը գնահատական տար նման իրավիճակներին եւ բարեփոխում իրականացներ, ոչ թե խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով Մերի Վարյանին արդարացներ եւ ոստիկանությունում խրախուսեր քաղաքացիների վրա շառ անելը։ Մի բան էլ ասեմ, այս ամենի մեջ շատ ծիծաղալի էր նաեւ այն փաստը, որ ես առհասարակ թույլ չեմ տալիս, որպեսզի իմ մեքենայի մեջ որևէ մեկը ծխի, որևէ տեսակի ծխախոտ օգտագործի, որպեսզի հանկարծ իմ մեքենայի մեջ այդ տհաճ հոդը չլինի, ու շատ ծիծաղալի էր, էլի ինձ կանգնացնեին ծխելու հիմքով